գազ չունի, նավ չունի, ծով չունի, երկու չունի, ծով, եւ այսօրվա այս շրջան փակում է Թուրքիա, Ադրբեջան, այս պայմաններում Հայաստանը ունի արտոնյալ իրավիճակում տնտեսական չի կարող դանել, իսկ տեսական չի կարող դանել։ Դրա համար քննադատները ունեն հիմնավորումներ, մենք բոլորի համար բաց ենք, բոլորի մենք պատրաստ ենք քննարկել մեր ապագացրագները եւ մենք պարբերաբար եւ ես եւ կառավարության պատասխանատու ընկերներ միշտ ներկայացնում են այդ ծրագրերը, այդ ծրագիրը որ մենք այսօր ունենք եւ ձգտում ենք դա իրականացնել։ Եվ եթե կան իրոք ողջանիկ առաջարկություններ, մենք պատրաստ ենք քննարկել։ Իսկ եթե կան քննադատություններ հիմնավոր, եւ պատրաստ ենք տալ բարձրաբանել, բայց մենք արել ենք այն ոչ ստանդարտ որոշումներ, քայլեր, եւ մենք որևէ ծրագիր 15 թվականին բյուջեով նախատեսել չի եղել որ կրճատվի։ Նայեք տարբեր երկրների մեջ մենք բոլոր ծախսերը իրականացրել ենք։ Վարչապետ, բայց բյուջեով նախատեսված 41% տնտեսական աճը կարծես թե չի ստացվում ապահովել, ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Չի ստացվում այդ իրողություններից ելնելով, իրավիճակից ելնելով, տարածաշրջանի եւ աշխարհի մտածող գործընթացներով, բայց մենք 3%-ի մոտ ունենալու ենք, նույնիսկ չէ լավ է երևի, դա աշխարհի կներկայացվի, բայց դա չի փոխելու մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքում ապահովելու, որովհետև 4% կամ 5%-ը մենք կարողանանք հասնել երկրի տնտեսական աճի, որը մեր ձգտումն է, բայց այսօրվա իրողությունները դա չեն տալիս, չկա այդ հնարավորությունը, եթե որևէ մեկը լիներ կառավարության ղեկավար կամ փոխվեին բոլոր նախարարները, ոչինչ չէր փոխելու մեզ աշխարհում։ Շատ է խոսում կառավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին խորհրդարան։ Դա շարունակական պրոցես է, միշտ կարող են փոփոխություններ, իհարկե եւ ասում եմ 15 թվականին նոր մոտեցումներ են լինելու, նոր պահանջներ եւ նաեւ ծախսերի կրճատումներ, ավելորդ ծախսերի, պետք է բոլոր ֆինանսական միջոցները ուղղենք արդյունավետ ծախսեր իրականացնելու, արդյունավետ ծրագրեր։ Եվ մենք լինելով շարունակական եւ հետեւողական։ Կազմը կրճատվելու է կառավարության։ Այո, մենք կարելի ենք անելու, որպես կրճատենք օպտիմիզացիայի գնանք։ Արդեն որոշել եք, որ նախարարները այլևս չեն աշխատելու։ Ես ուզում եմ բոլորի շնորհիվ Գալիկ Մանուելովի եւ շնորհիվ առիթով մաղթել բոլորի հանդուրժողականություն, երջանկություն եւ խաղաղություն։ Մենք միասին կհաղթահարենք այսօրվա առկա մարտահրավերները։ Ի ամեն ինչ անենք, շնորհիվ իշխանության եմ դիմում, որպեսզի մեր ազգաբնակության, մեր քաղաքացիների մեջ մի քիչ դրական էմոցիա ստեղծենք։ Եվ դա շատ կարևոր է, որ մենք ինչ տրամադրությունով ենք մտնելու մուտք գործել 2016 թվականին։ Համոզված եմ, որ մենք ունենալու ենք նորանոր ձեռքբերումներ, դուք դա կտեսնեք։ Եվ բազմաթիվ ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերը փորձում ենք միասին իրականացնել։ Պարոն վարչապետ, երբ դուք ազգային ժողովի նախագահ էիք, այն ժամանակ ասացիք մի խումբ հաստագլուխ լրագրողներ պատվեր են կատարում։ Ինչ վարչապետ եք դարձել, այլևս պատվեր չկա, այսօր ավելի լավ եմ ասում, ասում եմ անաչառ լրագրողները եւ ես ասեմ, ինձ համար գիտեք ինչն է վիրավորական։ Ոչ միայն որ իմ երեք չեք լսել, խոսում եք։ Դրա համար լինեք անաչառ, վստահություն ունեք ձեր նկատմամբ, լրագրողների նկատմամբ վերականգնել, ոչ միայն իշխանությունները, իհարկե իշխանությունները ունեն պակասել մեր հանրության վստահությանը, եւ մենք գնում ենք այդ քայլերին եւ անում ենք քայլեր, որպեսզի վերականգնենք այդ վստահությունը։ Նաեւ ճիշտ կլինի, որ լրագրողները մեր չորրորդ իշխանությունը, մեր հանրությունը իրականացնի օբյեկտիվ նկատություն։ Դա շատ կարևոր է։ Եվ պետք է յուրաքանչյուրը զգավորի հոդվածներով, իր ոչ անաչառ տեղեկատվությամբ նաեւ շեղում են մարդկանց, հանրությանը նաեւ վատություն անում։